Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Փակ TV-ն եթերում է, Փակ TV-ն օրը չորեքշաբթի է, դե հասկանալի է, որ այժմ մենք ուղիղ կապով միացել ենք Երևանյան տաղավարի հետ, ուր մեր ցանկալի հյուրը, ինչպես միշտ, ամեն չորեքշաբթի աստղաբան, կառավարման հոգեբան Գայանե Սարգսյանն է։ Բարև ձեզ, տիկին Գայանե։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Ինչպես եք այսօր օրը սկսում, ինչ հետաքրքիր նորություններ կան հունիս ամսվա համար, ինչ բարդություններ։ Պարոն Ղուշյան ջան, ասեմ, որ հունիսի առաջին շաբաթը և բացառիկ դրական դիրքեր կան և բացառիկ բարդ մոլորակային դիրքավորումներ։ Դրական դիրքերը ձևավորում են ամսի 4-ին 5-ին, լուսինը ջրհոսում է լինելու, դա 4-ն ու 5-ը դա լրատվությունն է, դա համացանցն է, գաղափարակիցներն են, կուսակցություններն են, գովազդելու, տարածելու այդ լուրերը, նոր գործ սկսելու համար բացառիկ բարենպաստ է, ճիշտ է, նոր ալուսին լինելու ամսի 15-ին, շատ բարդ նոր ալուսին ունենք, դրա մասին կխոսեմ, բայց դրական օրերը 4, 5 և այնտեղ նաև ամսի 9-ը։ 4-5-ը լուսինը ջրհոսում, աստղաբաներին կարող եք դիմել, ապագայի մասին կանխատեսումներ լսել, ձեր ապագա գործերը, որը կապված է համացանցի հետ, գաղափարակիցների, ընկերների հետ, այդ օրերը բացառիկ բարենպաստ են, համացանցային գովազդներ դնելու, նոր բիզնես ծրագրեր սկսելու, դրանք արդեն իսկ մեկնարկելու ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Ամսի 9-ը նրանով է բարենպաստ, պարոն Ղուշյան, որ լուսինը ձկներում է և Վեներան, Յուպիտեր երկու բարեգործներ գտնվում են Խեցգետնում։ Խեցգետինը հայրենիք, ընտանիք ու ջաղ, երկու բարեգործներ այդտեղ են և լուսինը ձկներում դրական դիրքեր։ Այդպիսի բացառիկ դրական դիրքավորում եղել է 2025 թվականի օգոստոսի 11-ին։ Տարբեր հարթակներում ասում եմ, չեմ դադարում լռել, որովհետև այս դիրքավորումը մենք հանդիպելու ենք 12 տարի հետո։ Երազանքների հետ կատարման, աղոթքների, կարևոր գործարքներ, մանավանդ տան առքու վաճառքի, անշարժ գույքի ձեռքբերման, ընտանիք կազմելու, ամուսնությունը գրանցելու, քեֆ, ուրախություն, հարսանիք, կնունկ, ծնունդ, բառացի, ասում եմ, ամսի 9-ին կարող եք կազմակերպել։ Եթե այդ թուղթը ստորագրվեց և այդ իրադարձությունը տեղի ունեցավ, իմացեք, որ բացառիկ դրական մոլորակային դիրքավորումներ են լինելու։ Բարդ դիրքավորում տեսնում եմ, պարոն Ղուշյան ջան, ամսի 7-ին հենց ընտրության օր լուսինը ձկների կենդանակերպում է, այն բացառիկ հնարավորություն է տալիս որոշ կուսակցությունների և որոշ մարդկանց առաջադեմ այդ շրջանակներում հայտնվելու, բայց մենք ունենք շատ բարդ օր, 7, 8, ասում եմ, միայն 9 է դրական և ամսի 10-ը լուսինը խոյի կենդանակերպում է լինելու։ Իսկ ինչպես գիտեք, խոյը բարդ նշան է, կռիվ,
ագրեսիա, Լուսինը խոյում, Սատուրնը խոյում, Յուպիտերը խեցգետնի վերջին աստիճանների վրա ներքաղաքական բախումներ հնարավոր է լինեն ամսի 10-ը։ Այդ ներքաղաքական բախումների ժամանակ ուշադիր լինեն նրանք, ովքեր ծնվել են խոյ խեցգետին այծեղ ջուր եւ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ, ում քարտեզում նաև Լուսինը եւ ասցենդենտն են գտնվում այդտեղ, ուժային կառույցների հետ շփումներում, այդ ագրեսիվ, այդ հռետորաբանության արդյունքում հնարավոր է բարդ իրավիճակ լինի։ Եվ ես միշտ ասում եմ, որ մարդիկ ունեն անձնական տարածք, եթե այդ օրերին հնարավոր հավաքներ լինեն, իմացեք այդ խմբավորումները, որտեղ 40 սանտիմետրից նեղ է մարդկանց այդ հեռավորությունը, այդտեղ պրովոկատորների միջոցով նույնիսկ կարող է լինել այդ ամենը, հրահրողների միջոցով, որոնք կսարքեն ծեծկրտուկը, որը մի մեծ պատմություն կդառնա։ Ամենաբարդ օրը ամսի 10, հունիսի 10։ Մենք նաև բարդ օր ունենք հունիսի 15 նորալուսին երկօրյակի կենդանակերպում, այդ օրը հնարավոր է անվավեր ճանաչվի արդյունքները կամ այդ արդյունքները ընտրության, որտեղ նորալուսին երկօրյակում կամ ընտրության հետ կապված արդյունքների, ձայների հետ կապված բացահայտումներ լինեն։ Այդ մասով ասեմ, փաստորեն 10, 11, 12 եւ 15 ամբողջ ամսվա մեջ պատկերացնում եք մի քանի օր բացառիկ լարված են։ 7-ը նա դրական դիրքեր է, 7, 8, 9 ոչինչ, բայց 10, 11, 12 եւ 15։ Այսքանը ձեր հարցի վերաբերյալ, պարոն Ղուշյան։ Ինքան մեր ունկնդիրների չաթերը հետաքրքրում են, թե այսօր Վիկտորինայի հետ կապված մենք խոսելու ենք այդ թեմայով։ Անպայման ինչպես խոստացել էի, մեր հետևորդը, որը ճիշտ էր պատասխանել, եւ ինչն էր հետաքրքիր, պարոն Ղուշյան, դուք չգիտեմ մեկնաբանությունները նայել եք, կարծում եմ, որ այդքան ուշադիր չեք եղել, որտեղ այստեղ նախընտրական աշոտաժն է, աստղաբանությունը մի քիչ հետի պլան է գնում, բայց խոստանում եմ, որ հետաքրքիր հաղորդումներ կլինեն եւ բազմահազարանոց, տասնյակ հազարանոց այդ եթերները կարող են հենց այստեղ էլ այս հարթակում էլ լինել։ Ասեմ, որ խոսելու եմ մի կենդանակերպի մասին, որը գաղտնիքների հետ կապ ունի, առեղծվածային կենդանակերպ է։ Այդ կենդանակերպը ճգնաժամային իրավիճակներում կարողանում է շատ արագ կողմնորոշվել։ Նրան հետաքրքրում են հանրային գումարները, նրանք լավագույն բանկերներն են, ապահովագրական ընկերություններ ունեն, վարկային կազմակերպություններում աշխատում են կամ իրենք այնտեղ ղեկավար դիրքերում են, եթե մանավանդ Սատուրնը եւ Յուպիտերն է գտնվում այդ կենդանակերպում։ Նրանք չի ասի բարի նշան են եւ եթե հանկարծ որոշես նրա ոտքը տրորես, իմացեք, որ վարկյանական պատասխանը կստանաք։ Խայթոցը կարող է լինել նաև թունավոր, բայց նաև ասեմ, որ շատ ամուր նշան է այդ նշանը։ Իմացեք, որ ճգնաժամային վիճակներում կարող եք նրանց վրա հույս դնել։ Այնպիսի մի իրավիճակում, այնպիսի մի տեղից դուրս կգա, այդ ասում եմ, այդ աղբի ցեխի մեջից այնպես կարող է դուրս գալ, նորից վերականգնվել, որ դուք երևի թե չեք էլ պատկերացնի։ Մոխրի մեջից կարող է հառնել, ինչպես Փյունիկը։ Մարմնի մասերից միզասեռական օրգաններն են, վերարտադրողական համակարգն է, նրանք շատ կրքոտ են, եթե Վեներան եւ Մարսն էլ է գտնվում այդ կենդանակերպում։ Հրաշալի մարդիկ կան նրանց մեջ, բայց մի թուլություն ունեն, նրանց հետաքրքրում է ուրիշի գումարները։ Մանավանդ եթե Սև Լուսինն էլ է գտնվում այդտեղ, անպայման սիրում են հափշտակել ուրիշի գումարները։ Նրա ղեկավարը հանդիսանում է, առաջին ղեկավարը Պլուտոնը, երկրորդը Մարսը, որոնք տալիս են նրան մեծ ուժերի, ահռելի ուժերի տիրապետելու կարողություն։ Սիրում են գաղտնիքներ, նրանց կարողությունների, սեքսուալ նույնիսկ կարողությունների մասին չեք կարող իմանալ։ Բայց մանավանդ, եթե այդ կարևոր մոլորակները Մարսը եւ Պլուտոնն են գտնվում այնտեղ, նրանք կարող է լինել քրեական հեղինակություններ,
այն անձինք, որոնք ունեն մեծ ֆինանսական պոտենցիալ, բայց դուք երբեք չեք իմանա, թե այդ ֆինանսական ռեսուրսները որտեղից են գտնում նրանց ձեռքում։ Հրաշալի մարդիկ կան նրանց մեջ, բայց ասում եմ, որ բարդ բնավորություն ունեն երբեմն, եւ եթե փորձես նրանց նեղացնել, կարող է դուժես ողջ կյանքդ։ Այսքանը։ Դե տիկին Գայանը, ժամանակն է ասենք աստաբանական քարտեզին, որտեղ մեր ունկնդիրների ճնշող մեծամասնությունը սպասում են նաև մեր հաղորդման այդ հատվածին։ Խնդրեմ։ Կարծում եմ, որ մեր օպերատորները էկրանից այն կողմ շփտում են եւ պատկերացնում են, ում մասին եմ խոսում, կարծում եմ, այո, դուք իմացաք ում մասին եմ խոսում։ Անցնենք մեր երրորդ հարցի պատասխանին։ «2005 թվական նոյեմբերի 5 կրկին ընտրել եմ շատ հետաքրքիր կենդանակերպ Արման Մանուկյան։ Կարծում եմ, որ ծնողը հասկացել է, որ երեխան բարդ բնավորություն ունի, ֆինանսների հետ կապված հարցերում խնդիրներ ունի։ Ճիշտ է, կարել դիմել եք, որովհետև տեսնում եմ ֆինանսական խնդիրներ, գումարը վատնելու այսպիսի դիրքեր ունի։ Եվ նաև ճկուն չի կարողանում, հարաբերություններ ստեղծում է, բայց անընդհատ Արմանը այստեղ շրջապատից կախում ունի։ Յուպիտերը արևը գտնում է կարիճի կենդանակերպում, Ուրանը ձկներում, Լուսինը աղեղնավորում, Վեներան այդ ծղջուրում, տեսնեմ հաստատ Լուսինը աղեղնավորում, այո, Լուսինը աղեղնավորում է։ Տղան անպայման պետք է ընտրի կրթության ուղի։ Եթե ֆինանսների հետ դժվար է, որտեղ այնտեղ հաշվարկներ պետք է անի, Սատուրնը առուծում, Մարսը ցուլում, Յուպիտերը կարիճում, եթե որոշի ընտրել հումանիտար հոսք, որտեղ Մերկուրին աղեղնավորում է, լեզուներն են, պատմությունն է, փիլիսոփայություն կրոն, այդ դաշտում հնարավորություններ կունենա։ Հնարավոր է օտարերկրյա բուհում սովորի, անպայման մայրիկը այսպես ուժեր է, միահամուռ, այսպես ամբողջացնելով ցանկանում է, որ իր երեխան բարձրագույն կրթություն ստանա։ Այո, պետք է բարձրագույն կրթություն ստանա։ Երեխան բավականին ամբիցիոզ է, Վեներան այդ ծղջուրում է, Մարսը ցուլում է, կարող է սիրահարվել իրենից մեծ տարիքով աղջիկների կամ կանանց։ Նաև իր սոցիալական դիրքի ապահովման ճանապարհին նրան կօգնեն տնօրենները, որոնք կարող են լինել իգական սեռի։ Եթե որոշի կրթություն ստանալ, ապա նրանք կսիրեն իր ղեկավարները եւ նա կարող է զբաղեցնել այդ ղեկավար պաշտոնները։ Կյանքի մի որոշակի շրջաններում նա կարող է մեկնել արտերկիր, այնտեղ ուսումը շարունակելու։ Անպայման թող մի քանի օտար լեզու սովորի, ամենակիչը ռուսերեն, անգլերեն, եթե ոչ մնացած լեզուները, որովհետև նա իր գործունեությունը կարող է շարունակել կամ արտերկրում, կամ եթե հայրենիքում է լինելու, ապա օտարերկրյա արտասահմանյան այդ ընկերություններում։ Դա կարող են լինել նաև դեսպանատները, իրավագիտությունը, այսպես ասեմ, թարգմանչություն, իրավագիտություն, դա նաև քաղաքականությունն է, այն ինչը կապված է աղեղնավորի հետ, պետք է շատ ճանապարհորդի, որպեսզի աշխարհայացքը ընդլայնվի, եւ իհարկե մի քանի լեզուների տիրապետումը նրան հնարավորություն կտա օտարերկրացիների հետ շփվելու եւ բարեկեցիկ կյանքով ապրելու։ Ես տեսնում եմ տղայի մոտ հակում դեպի ճոխ կյանքը, դեպի ազարտը, դրա վրա պետք է աշխատեք։ Կարծում եմ, որ չի կարողանում ֆինանսների հետ ճիշտ վարվել, ծախսեր է անում, կարող է ասեք, բայց չունի այդ գումարը, որ ծախսում է, այո, որտեղ դժվար բարդ դիրքավորումներ կան, որոնք խանգարում են նրա գումար վաստակելուն։ Բավականին խղճով մարդ է,
Յուպիտերը կարիճում, չնայած որ նա կարիճ է, նա շատ շուտ կարող է խաբեության զոհ լինել, որտեղ Ուրանը ձգներ նրա բարի սիրտը կարող է ուղղակի անընդհատ զոհի դերում նրան տանել։ Նա կարող է հայտնվել զոհի դերում։ Ինչևէ հասարակական կազմակերպությունները, այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են թույլ մարդկանց, այդ կամ թույլ կենդանիների ձգների կենդանակերպն եմ ասում դա, այդ գործերով, դրանք նաև ծերանոցներն են, դրանք այն վայրերն են, որտեղ օգնում են հոգեպես, ֆիզիկապես թույլ մարդկանց։ Եթե աղեղնավորի կենդանակերպին հետևի, դա փիլիսոփայությունն է, դա աստվածաբանությունն է, դա կրոնն է եւ հոգեբանությունն է։ Այդ դաշտում առավել մեծ հնարավորություն ունի նա։ Իսկ եթե լավ սովորեց օտար լեզու, իմացեք, որ լավագույն ընկերություններում կարող է զբաղեցնել ղեկավար պաշտոն Սատուրնը առուծում, Մերկուրին աղեղնավորում։ Դրանք կարող են լինել համաշխարհային կազմակերպություններ, դրանք կարող են լինել միջազգային կազմակերպություններ, որտեղ նա կարող է իր կյանքի ուղին գտնել։ Այսքանը։ Տիկին Գայանե, շնորհակալ եմ այսօրվա համար։ Մենք արդեն հաջորդ հանդիպումը ընտրություններից, ինչպես ասում են, անմիջապես հետո եւ այդ օրը մեր բուրըն զարգացումներ են սպասում։ Սպասենք այդ օրվան։ Շատ հետաքրքիր բուրըն զարգացումներ են սպասում մեր ունկնդիրներին։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել եւ չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին եւ կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ Կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։